Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե պետությունը շահագրգռված չէ ապրիլյան պատերազմում ծանր վիրավորված զինվորների բուժումը արտերկրում կազմակերպելու հարցում։ Կամավոր Խաչատրյանի խոսքով ապրիլին վիրավորված 3 զինվոր դեռ շարունակում է բուժումը Հայաստանում, նախատեսվում է նրանցից մեկին հետագայում տեղափոխել Մոսկվա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խաչատրյանը անդրադառնալով բուժման նպատակով արտերկիր տեղափոխված զինծառայողներին ասաց. Մենք անընդհատ հետաքրքրվում ենք մեր զինծառայողներում, նախկին զինծառայողներ, ովքեր որ գտնվում են արտասահմանում, եթե մենք ասենք, որ որևէ մի հատ լուրջ հաջողություններ ենք ունեցել Գերմանիայի բուժման արդյունքում, միանշանակ կվստահեցնեմ, որ չկա տես բան։ Զինված ուժերի պաշտոնյայի այս խոսքերին հակադարձում են հենց Գերմանիայում բուժվող 2 զինծառայողները։ Քարորյա պատերազմի ժամանակ Ողնաշարի, Շնչափողի ու Կերակրափողի հրազենային վիրավորում ստացած Արման Լազգինյանը, որը Հայաստանում խոսել ու շարժվել չէր կարողանում, Ազատության հետ զրույցում պատմեց, թե ինչ արդյունքների է հասել գերմանացի բժիշկների շնորհիվ։ Մոտ 9 ամիս է Գերմանիայում, մայիսի 26-ին եմ եկել այստեղ։ Հիմա արդեն դուրս եմ գվել հիվանդանոցից, շարունակում եմ բուժումը ստնային պայմաններում, ֆիզիոթերապիաներ, եթե կարիք կա իհարկե բժշկի ացելություններ, տարբեր, ներկայապահին ինքնազգացողությունը շատ լավ է, սկսել եմ ավելի շարժունակ եմ դառել, ավելի շատ եմ կարող շարժվեմ, ինքնուրույն շատ ավելի շատ բաներ եմ կարող անեմ, մոտ ապագայում վստահ եմ կքայլեմ, կգամ Հայաստան։ Նախկին զինվորը շեշտում է, հայաստանցի բժիշկների արածը չի մոռանա, նրանք փրկել են իր կյանքը, բայց ռազմաբժշկական վարչության պետի այն մտքի հետ, թե Գերմանիայում շոշափելի արդյունքի չեն հասել, համաձայն չէ։ Տեսնի իմ ու ձեր հարցազրույցը ու տեսնի Հայաստանի հիվանդանոցում պարկած վիրավոր զինծառայողների վիճակը համեմատի իմ հետ, երբ ինքը իր ասած բառերից կարող է մի քիչ էլ ամաչի, որ կարացել է այդպես արտահայտվել։ Ամեն դեպքում իրանց օգտին են ճիշտ է մարդիկ միշտ էլ խոսում։ Իդեպ մեծ առողջություն եմ մաղթում բոլոր այդտեղ պարկած զինծառայողներին, իմ զինակից ընկերներին։ Ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը նույն միտքը արտահայտեց նաև պատերազմի ժամանակ ողնուղեղային վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանի մասին։ Ռուբեն Առաքելյանը նույնպես կարող եմ ասել, որ իր բուժման մեջ էական տեղաշարժ չկա։ Որդիս արդեն լավ է, ձախ ձեռքը կարողանում է շարժել, անգամ հեռախոսով շփվում է ընկերների հետ։ Ազատության հետ զրույցում պատմեց Ռուբեն Առաքելյանի մայրը, ով որդու հետ միասին Գերմանիայում է։ Մեր զրույցի պահին երիտասարդը հերթական ֆիզիոթերապիայի կուրսներ անցնում։ Բուժումներն ավարտել են եւ բժիշկները հույս են տալիս, որ լիարժեք ապաքինումը միայն ժամանակի հարց է։ Եվ այստեղ շինաներ են դնում իր ձեռքերին։ Ինքը շինաներով կտրտված, ասենք միրգ, բանջարեղեն, պամիդոր, վարունգ, այդպես բաներ կարողանում ավերցնել տանելու տերբերանը։ Հետո մի փոքրիկ օգնությամբ, որ բերում ենք առաջ մեջքն է կարողանում պահել, որտեղ առաջ Հայաստանում հետո սկիզբը այստեղ որ եկել էինք չէր կարողանում, ընկնում էր մինչև ծնկների վրա, գլուխը կպնում էր ծնկներին, իսկ հիմա կարողանում է պահել։ Էլեկտրական սայլակը ինքնուրույն քշում է։ Անահիտ Մկրտչյանը համոզված է, եթե բուժումը շարունակեին Հայաստանում, ապա արդյունքն այսքան գոհացնող չէր լինի։ Ամեն մի պրոցեդուրան 45 րոպե է ապրվում, ձեռքերի վրա են աշխատում, ներվերն են, կետեր կապրնում են, կանգնում են։ Չգիտեմ, Հայաստանում ինձ թվում է չկա այդ հնարավորությունը, որպեսզի մեր տղաները կարողանան բուժվել։ Ու այստեղ պայմանները, ասենք ամեն ինչ կա, սայլակը ինքը կարողանում է դուրս գալ քաղաք տրանսպորտով եւ բոլոր ճանապարհներին հարմարություններ կա, որ ինքը կարողանում է մայթ անցնել։ Բուժման բոլոր ծախսերը իր վրա է վերցրել հիվանդանոցը, աջակցում են նաև տեղի հայերը։ Տիկին Անահիտն անկեղծանում է, Ռուբենը երազում է օր առաջ հայրենիք վերադառնալ։ Նշենք, որ այս 2 զինծառայողների բուժումն արտերկրում հնարավոր եղավ կազմակերպել միայն տարբեր հանգանակությունների շնորհիվ։ Նրանց համար պետական հատկացումներ չարվեցին։